Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի բնակարան ունենալու իրավունք ունի։ Կառավարության որոշման համաձայն մանկատների չափած դարձած սաներին պետությունը պարտավոր է ապահովել բնակարաններով։ Համապատասխան կառույցից մեզ տեղեկացրին, որ օրենքի այս կետում 2012 թվականի ընթացքում դեռ ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Կարգում փոփոխություններ կատարելու մասին մեզ տեղեկացնում են, բնականաբար, եթե լինի այդպիսի փոփոխություն, առայժմ նման փոփոխության մասին մեզ չեն տեղեկացրել։ Բնակարանի սպասող մանկատան 4 սան արդեն Մարալիկի նորակառույցներից բնակարան ստացել է, իրենց հերթին են սպասում եւս 12-ը։ Ինչպես վստահեցրեց Լուսնե Գինոսյանը, իրենք բնակարանի սպասող եւս 10 սանի տվյալներ են ներկայացրել կառավարության ուշադրությանը։ 6 արդեն ստացել են, 22-ը կստանան, կմնան շատ քիչ թվով, որ դեռ չեն ստացել, երևի սպասում են բնակարանների կառուցման մյուս փուլին։ Հոգեբանների կարծիքով բնակարան ունենալը շատ կարևոր է ծնողական խնամքից զուրկ երեխաների համար ու անհրաժեշտ է, որ նրանցից յուրաքանչյուրին պետությունն ապահովի բնակարանով։ Շատ հոգեբանական զրկանքներ էին կրել, օրինակ ծնող չունենալու զրկանքը։ Սա կրել է, գոնե պետք է նա ունենա մի տարածք, որտեղ կարողանա ամփոփել, գոյատևել, շարունակել իր կյանքը։ Լուսնե Գինոսյանի խոսքերով եղել է նաև առաջարկ, որի համաձայն Ստեփանավանում գտնվող նորակառույցներում 3 սան միասին կարող են բնակվել նույն տանը, մինչդեռ այդ պայմանով նրանցից ոչ բոլորն են համաձայնվել։ Փաստաբան Աննա Դավթյանի կարծիքով այս առաջարկը ոտնահարում է այդ երեխաների իրավունքները, ու որ վերջիններս կարող են բողոքարկել։ Սա ըստ էության, եթե շահագրգիռ կողմերն ունեն, կարելի է սահմանադրական դատարան բողոքարկել այդ որոշումը որպես անձանց իրավական վիճակի վատ թարացում, որպես իրավունքի խախտում։ Ինչպես նշեցին զրուցակիցներս, այս վերոհիշյալ հաստատություններում բնակվող երեխաներն առանձին հոգացության կարիք ունեն եւ պետությունը պարտավոր է վերջիններիս նկատմամբ ցուցաբերել առանձնակի ուշադրություն։ Էմա Պայլյան, Համբարձում Պապոյան, Գալա Նյուս։